момент, когда мы перестанем друг за друга биться, мы лишимся того, что делает нас людьми. Ֆիլմեր։ Չարժի ասել, որ առանց դրանց կյանք չկա, բայց եկեք համաձայնվենք, որ առանց ֆիլմերի շատերից կյանք անհետաքրքիր կլիներ։ Կան ֆիլմերի բազմաթիվ ժանրեր, տարբեր մարդիկ ընտրում են տարբեր ժանրեր։ Այսօր մենք խոսենք դրանցից մեկի մասին՝ աղետներ։ Աշխարհի վրա աղետներ շատ են լինում, ու դրանց հիման վրա էլ ստեղծվում են բազմաթիվ ֆիլմեր, որոնց ժանրը անվանվում է աղետ։ Դե ինչ անցնենք վիդեոին, top 5 աղետային ֆիլմեր, որոնք պետք է դիտել։ Մեր թոփը բացում է մի ֆիլմ, որի անունն է Ցունամի։ Ֆիլմը թողարկվել է 2012 թվականին Քեմբլ Ռենդելի կողմից։ Սպոյլերներ չանեմ, որպեսզի ձեր համար ֆիլմը դիտելը լինի հետաքրքիր։ Ուղղակի ներկայացնեմ ինչի մասին է ֆիլմը։ Ֆիլմի գլխավոր հերոսը, որի անունը Ջոշ էր, աշխատում էր քաղաքի սուպերմարկետներից մեկում, ու չէր սպասում, որ իր կյանքում կլինեն շրջադարձեր։ Հետո մի քանի գող փորձում են թալանել հենց այն խանութը, որտեղ աշխատում էր Ջոշը։ Գողերը ուզում էին ապրել խանութի հաշվին։ Հետո ամեն ինչ խառնվեց։ Հայտնեցին, որ քաղաքում մի քանի րոպեից կլինի մեծ ցունամի, ու փողոցներում կհայտնվեն սոված շնաձկեր։ Շարունակեմ, որպեսզի ձեր համար ֆիլմը դիտելը լինի հետաքրքիր, ուղղակի դիտեք ֆիլմը։ Что произошло? Где все люди? Помогите! Помогите! Тут пути нет. О боже, что это? Дергайся. Чем больше кричишь, тем больше привлекаешь акулу. Почему она ходит кругами? Из любопытства. Пытается понять, что мы такое. Держитесь! Детка, скорее плыви ко мне! Я справлюсь! Я справлюсь! Я закончу словами Генри Дэвида Торо. Уверенно следуйте за своей мечтой. Живите той жизнью, о которой грезите. За вас! Быстрей! Пожалуйста, проходите внутрь организованно! Давай, вот так! Пошел! Проходите до конца! Отойди от окон! Ты это слышал? Չորրորդ հորիզոնականում է մի ֆիլմ, որի անունն է Փոթորիկին ընթառաջ։ Ֆիլմը թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 8-ին։ Ֆիլմի սցենարը գրել է Ջոն Սուեյթմանը։ Ներկայացնեմ ձեզ ֆիլմը մի քանի տողով։ Ընդամենը մեկ օրում գործնականում ոչնչանում է մի մեծ քաղաք՝ տորնադոյի պատճառով։ Քաղաք, որի անունն է Սիլվերստոն։ Քաղաքի բոլոր բնակիչները սարսափելի վախեցած էին։ Շատերը փախչելու ճանապարհ էին փորձում գտնել, բայց հակառակ նրանց մի քանի հոգի փորձում են գտնել տորնադոյի որսորդ։ Թե ինչ կլինի հետո, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո։ Я изучаю торнадо всю жизнь. Этот самый большой, что я видела. Երրորդ հորիզոնականում է մի ֆիլմ, որը անվանվել է Վայնա Միրովզեթ անունով։ Ֆիլմը թողարկվել է 2013 թվականի հունիսի 27-ին Մարկ Ֆորստեր եւ Դեյվիդ Էլիսոնի կողմից։ Ֆիլմի գլխավոր հերոսն է Բրեդ Փիթը։ Պատերազմ ու ավելին։ Գարի Լեյնը կյանքում շատ են եղել նմանատիպ դեպքեր, սովորել է ճիշտ գործել այսպիսի իրավիճակներում։ Նա փորձելու է անել համարյա թե անհնարինը, հանելու է իր ընտանիքին այս դժոխքից, եթե ոչ, ապա աշխարհը կգրավեն զոմբիները։ Ֆիլմի հերոսը կայացնում է մի որոշում՝ պետք է դառնա զոմբիներից մեկը, որպեսզի կարողանա հասնել այս նշանակետին։ Ինչ կստացվի, կիմանաք միայն ֆիլմը դիտելուց հետո։ Я не хочу вас оставлять, но я должен идти. Я позабочусь о детях. Командир Гейнс, вы спасли более 600 человек. Это впечатляет. Привет. Все нормально? Я хотел извиниться за свое вчерашнее поведение. Не надо, Рэй, это ни к чему. Нет, Эмма. Эмма. Երկրորդ հորիզոնական Սան Անդրեսի ոչնչացումը։ Ֆիլմը ստեղծվել է 2015 թվականի մայիսի 28-ին Բո Ֆիլինի կողմից։ Ֆիլմի գլխավոր դերում է Դուեյն Ջոնսոնը։ Փորձառու պիլոտ Ռեյը, որը աշխատում էր օդային փրկարարությունում, իր ամբողջ կյանքում հասրել է փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր։ Բայց գալիս է մի պահ, որ նա ուղղակի անզոր է լինում փրկել մարդկանց կյանքերը, որտեղ Կալիֆոռնիայում լինում է ամենաուժեղ երկրաշարժը պատմության մեջ։
մոտ 9.6 մագնիտուդ։ Չնայելով ոչնչի, նա շտապում է փրկել իր ընտանիքին, բայց իմանալով, որ ամենասարսափելին դեռ առջևում է։ По-вашему, разлом Сан-Андреас разорвется? Все вниз! Погибшие придерживались календаря индейцев майя, согласно которому конец времен наступит 21 декабря 2012 года. Покайтесь, конец близок. Миру, каким мы его знаем, скоро придет конец. Մեր թոփի առաջին հորիզոնականում է 2012 ֆիլմը, որը նկարահանված է 2009 թվականին։ Երևի թե շատերդ գիշեք, որ փորձագետները ասում են, թե 2012 թվականը լինելու է աշխարհի վերջը։ Դրա հիման վրա 2009 թվականին Ռոլանդ Էմերիխը նկարեց մի ֆիլմ, որը անվանեց 2012։ Ֆիլմի նկարահանումները սկսել են օգոստոսի 8-ին 2008 թվականի, թողարկվել է 2009-ի նոյեմբերի 12-ին։ Ֆիլմի մասին պատմելու բան ուղղակի չեմ գտնում, այս ֆիլմը դիտել է պետք։ Крупнейший вулкан в мире! Папочка, что это было? Не смотри назад, смотри на меня! Вот я испуган! Надо прорваться в аэропорт! Ребята, смотрите.